Ողջույն բոլորին եւ բարի գալուստ Մալիկ։ Այսօրվա տեսանյութում ես ձեզ հետ կկիսվեմ դասարանի կառավարման 10 գործնական ռազմավարություններով, որոնք կօգնեն ձեզ ստեղծել արդյունավետ եւ ներգրավող ուսումնական միջավայր։ Ուսուցիչներն ամբողջ աշխարհում բախվում են վարքագծային նույնատիպ խնդիրների, անկախ նրանից, թե որտեղ են դասավանդում։ Աշակերտները կարող են խոսել տեղից, աղմկել կամ զբաղվել կողմնակի խոսակցություններով, ինչը խաթարում է դասի ընթացքը։ Ոմանք դժվարանում են կենտրոնանալ, մյուսները խուսափում են մասնակցել քննարկումներին, իսկ ոմանք էլ պարզապես հարգանք չեն դրսևորում կանոնների նկատմամբ։ Ահա թե ինչ կարող եք անել այս իրավիճակները կանխելու կամ շտկելու համար։ Առաջինը՝ սահմանեք հստակ կանոններ եւ ամենօրյա կրկնվող գործողություն։ Առաջին քայլը դասարանական կանոնների ստեղծումն է։ Դրանք պետք է լինեն պարզ, հասկանալի եւ հետեւողականորեն կիրառվեն։ Քննարկեք դրանք աշակերտների հետ հենց կիսամյակի սկզբում։ Նաեւ ներդրեք նախավարժանքի փուլ։ Սա կարող է լինել արագ լեզվական խաղ, որը կօգնի երեխաներին կենտրոնանալ եւ պատրաստվել դասին։ Երկրորդ՝ միավորների եւ պարգևատրման համակարգ։ Սա հիանալի միջոց է դրական վարքագիծը խրախուսելու համար։ Օրինակ, ես օգտագործում եմ աստղերի եւ միավորների համակարգը։ Դասի սկզբում յուրաքանչյուր թիմի տրվում է 5 միավոր։ Լավ վարքի համար միավորները շատանում են, վատի դեպքում պակասում։ Կիսամյակի վերջում ամենաշատ աստղեր ունեցող թիմը ստանում է հավելյալ միավորներ քննության ժամանակ։ Երրորդ՝ կարգապահության վանդակներ եւ հետհաշվարկ։ Երբ դասարանում աղմուկը շատանում է, օգտագործեք կանչ-պատասխան մեթոդը։ Օրինակ, ուսուցիչ 1-2, աշակերտներ ABG։ Ուսուցիչ, նայեք ինձ, աշակերտներ, նայում ենք ձեզ։ Հետհաշվարկը նույնպես օգնում է անցում կատարել մի վարժությունից մյուսին։ 5. Ոտքերը հատակին, 4. Ձեռքերը սեղանին, 3. Նայում եք ինձ, ուշադրություն, 2. Մի ձեռքը ականջին, լսում եք, եւ 1. Ձեռքերը բերանին, լռում ենք։ 4. Լավ կառուցված դաս պլանավորել։ Պատրաստ եղեք դասին ժամանակից շուտ։ Երբ դուք ունեք հստակ պլան եւ բոլոր նյութերը ձեռքի տակ են, դուք ձեզ ավելի վստահ եք զգում եւ աշակերտները զգում են կազմակերպված միջավայրը։ 5. Ոչ վերբալ հաղորդագրություն։ Հիշեք, հաղորդագրության 80%-ը ոչ վերբալ է։ Օգտագործեք ձեր մարմնի լեզուն, հայացքը եւ շարժումները։ Մի մնացեք մեկտեղ կանգնած, շարժվեք դասարանում։ Եթե աղմկում են, դադարեցրեք խոսելը, խաչեք ձեռքերը եւ լուր սպասեք, մինչեւ բոլորը լռեն։ 6. Հայացք։ Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ունենա իր հատուկ հայացքը։ Սա այն դեմքի արտահայտությունն է, որը աշակերտին հասկացնում է, թե դուք տեսնում եք նրա սխալ վարքագիծը։ Դա պետք է չլինի չար կամ բարկացած հայացք, այլ պետք է արտահայտի հանգստություն եւ ներկայություն։ 7. Տարբերակված ուսուցում։ Երբեմն երեխաները վատ են վարվում, որովհետև դասը կամ շատ հեշտ է, կամ շատ դժվար նրանց համար։ Փորձեք հարմարեցնել առաջադրանքները տարբեր մակարդակի աշակերտների համար։ 8. Կազմակերպվածություն եւ նստելատեղերի դասավորություն։ Եկեք դասին շուտ, պահեք ձեր պարագաները միշտ նույն տեղում, որպեսզի դասի ժամանակ չփնտրեք դրանք։ Նաեւ փորձարկեք սեղանների դասավորության տարբեր ձևեր՝ յուաձև կամ խմբային, որոնք լավագույնս կհամապատասխանեն ձեր դասին։ 9. Գրատախտակի կազմակերպում եւ տեխնոլոգիաներ։ Գրատախտակը պետք է լինի կազմակերպված։ Միշտ գրեք ամսաթիվն ու թեման։ Ես նոր բառերը միշտ գրում եմ ձախ կողմում, իսկ նախադասությունները մեջտեղում։ Օգտագործեք տեխնոլոգիաները, PowerPoint, էլեկտրոնային գրատախտակներ, դասը ավելի պատկերավոր դարձնելու համար։ 10. Խմբային աշխատանք եւ միմյանց լսել։ Խրախուսեք զույգերով կամ խմբերով աշխատանքը։ Սա օգնում է նվազեցնել լարվածությունը։ Եվ ամենակարևորը՝ եղեք համբերատար եւ էմպաթիկ։ Յուրաքանչյուր նոր բացատրվող նյութ սովորելը դժվար է։ Եղեք վստահ, դրական եւ կառուցեք ամուր կապ ձեր աշակերտների հետ։ Երբեք չդադարեք սովորել։ Մասնակցեք վերապատրաստումների, կարդացեք նոր մեթոդների մասին, ձեռք բերեք նոր հմտություններ եւ հետևեք Մալիքին։ Դասարանի կառավարումը գործընթաց է, որը ժամանակ է պահանջում։ Հուսով եմ այս տեսանյութը ձեզ օգտակար եղավ։ Մի մոռացեք հավանել եւ բաժանորդագրվել Մալիքին։ Շնորհակալություն դիտման համար եւ հաջող դասավանդում բոլորիդ։